Այսօր Արցախից ուղղաթիռով կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 22-ամյա Թաթուլ Ծատերյանը, որը որպես կամավոր էր մեկնել ճակատ։ Նա դեռևս ծայրահեղ ծանր վիճակում է։ Ինքը առողջական խնդիրներով չի ծառայել հայոց բանակում։ Ուղղակի երբ որ երկիրը նեղության մեջ ա եղել, զարմանալի չի իմ համար իր քայլը։ Հարութն ինքն էլ պատրաստ է սահման մեկնելու։ Ես ինքս բժշկական ինստիտուտում եմ սովորում, հերթագրվել եմ, որպեսզի գնամ դիրքեր, ինձ ասեցին, որ դրա կարիքը դեռ չկա։ Հոսպիտալում բուժում ստացողներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 10-ը ծանր։ Երևանի հոսպիտալում 32 վիրավոր կա։ Հիմնականում վիրավորներ են, ականապայթունային, գնդակային, ծայրահեղ ծանր հիվանդներից 2-ը գլխուղեղի թափանցող բեկորային վնասվածքներ են, մեկը ողնաշարի, այսօր կա թեթև դրական դինամիկա։ Չնայած հրադադարի պայմանավորվածությանը 3 ադրբեջանցիները Թալիշում կրակել են շտապօգնության մեքենայի վրա։ Հակառակորդը կրակել է նաև Վարդենիսի եւ Տավուշի ուղղությամբ։ Հիմնականում թիրախային կրակոցներ չեն եղել, հիմնականում այս վնասներ չեն ունեցել, չնայած կարող է որոշ գյուղերում, որոշ, չգիտեմ, բնակիչներ որոշ վնասներ կերել են։ Դրանք դեռ ընթացքում կպարզվի բոլորը։ Մենք այդ մասին հաղորդել ենք, հայկական զինված ուժերը աշխատել են պահպանել ուրեմն զինադատարի պայմանավորվածությունը։ Անհայտ կորածների վերաբերյալ դեռևս հստակ տվյալներ չկան։ Կատարում են հիմնականում որոնողական աշխատանքներ եւ ճշգրտման աշխատանք։ Զոհվածների եւ վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է։